Ուրեմն շատ է խոսվում ձայների փոշիացման մասին, որ ցանկացած ուժ, որը մասնակցում է, ձայները փոշիացնում։ Բայց եթե չկա այլ ընտրանք, եւ հիմնական պայքարը գնում էր Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, եւ այսօր էլ քանի որ Ռոբերտ Քոչարյանը այդքան էլ մոդա չի, հիմնական պայքարը գնում է Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան։ Իսկ հիմա մի հատ ուսումնասիրենք նախորդ ընտրության նախնական թվերը պատկերացնելու համար։ 2021 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել էր 2.91316 ընտրող։ Քվեարկությանը մասնակցել է 1.281.997, այսինքն մասնակցության տոկոսը 49.5, այսինքն 50% չի կազմում։ Որովհետև այլ ընտրանք չկար, որովհետև 25 ուժ էր մասնակցում, երկու նախկիններն էին, հիմնականները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանն էլ Դաշինքով, նա էլ իհարկե Դաշինքով, եւ մեկ էլ Նիկոլ Փաշինյան։ Մարդիկ չտեսնելով են մնացած 22-ի մեջ այլ ընտրանք, կեսից ավելին ընտրությանը չմասնակցեց։ Ինչ փոշիացնելու մասին է խոսքը։ Եթե մարդիկ տեսնեն այլ ընտրանք ու մասնակցեն, պարզա 50%-ից ավել կմասնակցեն եւ կխառնեն երկուսի խաղակարտերն էլ, որոնք մտածում են, որ իրանց շահերից է բխում, որ մասնակցությունը լինի ցածր։ Նա մտածում է, որ իհարկե Սամվել Կարապետյանը կանցնի Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը երեքով կպայմանավորվեն մեկ ընդհանուր տեխնացուի շուրջ։ Այս մյուս կողմն էլ մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս ունի եւ կհավաքի մեծամասնություն։ Եթե հաջողվի իրանց սատարող որևէ արբանյակ ուժ լացնի, ավելի լավ, չանցնի էլ ինքը մենակ այդ ձայները կստանա, եթե մասնակցությունը լինի ցածր։ Այսինքն դուք տեսնում եք, որ ինչքան էին չարչարվում, որ մարդիկ ակտիվություն չունենան։ Այն դեպքում, Եվ որ եթե ժամանակին խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերաբերմունքը այդքան մեծ չէր, նախագահականի նկատմամբ էր, որովհետև երկրի թիվ 1 ղեկավարը նախագահն էր, դե մտածում են խորհրդարան ով էլ անցնի նախագահի հետ հարաբերվելու է նորմալ, տենց խնդիր չկա, նախագահը կարողանա մեծամասնություն ունենալ։ Այսինքն այդքան ակտիվ չէին խորհրդարանական ընտրություններում, քան նախագահ, բայց սահմանադրությունը փոխվե։ Նախագահը այլևս առաջնային մանդատով չի ընտրվում, վարչապետն էլ առաջնային մանդատով չի ընտրվում։ Նույնիսկ եթե խորհրդարանական ուժը մեծամասնությունը հավաքում եւ իրավունքի ուժով վարչապետը դառնում է նշանակվում է, այնուամենայնիվ դա նշանակվում է նախագահի կողմից։ Առաջնային մանդատ ստանում է միայն խորհրդարանը։ Եվ նշանակում է իշխանությունը այդ խորհրդարանն է։ Նա է կառավարություն ձևավորում։ Այսինքն առնվազն տարօրինակ է, որ այդ պարագայում բարձր մասնակցություն, բարձր ակտիվություն չլինի։ Որ դեպքում այդ բարձր ակտիվությունը չկա, որովհետև մարդկանց հիասթափեցնում են, ասում են ձեր ընտրությունով ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ որոշված է, այս մեկը գտնում է որ նա է ալնելու, այլ մեկը նա, մեկն էլ ասում է ոչ նրան եմ ուզում տեսնեմ, ոչ նրան, չեմ էլ գնում ընտրության։ Այս սա է պետք այս կողմերին, որպեսի ընտրությանը քիչ մասնակցության պարագայում, այսինքն կարողանան այդ հարցը լուծել։ Դրա համար ցանկացածը, որին դիտարկում են այլ ընտրանք, երկու կողմից էլ թիրախավորում են։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Ասում են այդ ձայները, որը փոշիանում է, հիմա հարց։ Ամբողջ այդ ձայները, որոնք որ անցողիկ շեմը չեն ապահովել, ընդամենը եղել է 251,801 ձայն, որը տոկոսը ընդհանուր թվի մեջ, այսինքն ընտրական իրավունք ունեցողների ընտրացուցակում ընդգրկվածների թվի համեմատ ընդամենը 9.7% է եղել։ Այդ ձայները, որոնք որ ստացել են, բայց չեն անցել, չեն հաղթել։ Այսինքն այդ ձեր ասած փոշիացված ձայները 10% էլ չի կազմում։ Իսկ դրա փոխարեն եթե մասնակցությունը էլի 20-30% ավել, ինչպես Հունգարիայում տեսակ, ինչպեսի ակտիվություն եղավ, որովհետև տեսան, որ իրանց քվեարկությամբ բան է փոխվելու։ Դրա համար գնացին ակտիվ մասնակցեցին, 75% մասնակցություն ունեցան։ Մեր աչքի առաջ եղավ։ Այնպես չի որ եվրոպական ընտրություններում իրանց կոտորում են բարձր մասնակցությամբ։ Ասեմ ավելին, որ անկարծ հարց չառաջանա, անցած ընդհանուր քվեարկության մասնակիցների այդ 1.281,997-ի պարագայում այդ փոշիացած ձայները, նույնիսկ եթե համեմատենք անցածների հետ, 20% էլ չի կազմում, 19.6։ Այսինքն ներկայացնել դա, որ մասնակցությամբ օգնում ես որևէ մեկին եւ այդ ձայները նրան գնում, այդ դեպքում հարց է ծագում։ Եթե լավ այդ 20% ձայները չկար, ում է գնալու այդ ձայնը, դուք ում եք ուզում որ գնա որ ասմեք պետք չի փոշիացնել։ Ուզում եք ով լինի։ Ում ձայնն է փոշիանում, որ ում էր դա գումարվելու որ նա հաղթեր։ Ռուսամետ ընդդիմությունը, թե Նիկոլ Փաշինյանը, ում դարդում եք, ում դարդն եք քաշում, կարող եք ասել, որ այդ ձայները, որը որ եթե չմասնակցեին, միանային ու համախմբեին, ում կամ ընդհանրապես չմասնակցեին։ Իսկ հիմա մի բան էլ ասեմ։ Եվ քանի որ խիստ անհանգստություն ունեն այլ ընտրանքի նկատմամբ, որը կարող է մարդկանց մոտ վստահություն առաջացնել եւ նրանք ովքեր ընտրությանը չեն մասնակցել գնան մասնակցեն, առավել եւս որ ես իշխանության եւ ես ընդդիմության մեջ չեն տեսնում իրանց սրտի ուզած տեխնազուներին, որոնք որ վաղը երկիրը տանելու են դեպի ապագա, կռիվը ում մեջ է գնում։ Մեկը ասում է ավելի սերտացնենք Ռուսաստանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերություններին, եթե որևէ մեկը դեմ է, դա ուրեմն օտար գործակալ է ռուսական բառով էլ ասած։ Պատկերացնում եք։ Ռուսաստանի դեմ տենց բան է ասում, այսինքն նրանք ովքեր Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ չեն տեսնում, օտար գործակալ են։ Այսպիսի ձևակերպում ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Այս մարդիկ են, ընտրությունը սրանց մեջ է։
Մարդիկ էլ միամտաբար ասում են, բա գալիս են ասում են ձեր տանիքը կվերանորոգենք, այս կանենք, այն կանենք, մի բան էլ դուք առաջարկեք, դուք կվերանորոգեք, ինչ նյութ կօգտագործեք վերանորոգելու համար։ Ժողովուրդ, այս մարդիկ կռիվ են անում, թե այս երկրի տանիքը ով լինի։ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը մի փունջ։ Թե Ռուսաստանը։ Այս մարդիկ երկրի տանիքի կռիվ են անում, դուք ձեր տանիքի դառնեք։ Ու կարծում եք, որ իրանց ուշքը գնում է ձեր տանիքը վերանորոգելու համար։ Այդ խոստումը որ տալիս են։ Դա դուք տեսեք երկրի նկատմամբ նրանց վերաբերմունքը ինչ է։ Իսկ հիմա մի բան է, շատ դեպքերում հարց առաջանում, բարբերաբար ասենք լսում ենք էլի, ասում են Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի ղեկավարն է Գուրգեն Սիմոնյանը եւ մեր թիմի վարչապետի տեխնացու, որտեղ ես ընդգրկված եմ այդ ընտրացուցակում, ասում են, ինչ որ իմաստ ասում է կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, ինչ որ նկարներ են տարածում եւ այլ, ինչ որ միջոցառման 30 հոգի մասնակցել են, թե ոնց իմացակ, որ այդ 30 հոգու մեջ որ մարդիկ հրավիրում են, հենց հատկապես կոնկրետ մեկի պատվերն է կատարում, լավ, դնենք իրանց բան։ Մյուս կողմն էլ ասենք ասում է, չէ, ռուսական պրոյեկտը ինքը ռուսականի պրոյեկտ է։ Հիմա հարց է ցակում։ Եթե կուսակցությունը հայտարարում է, որ ընտրություններին ինքը անցնելուց հետո ոչ մեկին չի միանալու։ Այդ դեպքում ոնց եք պատկերացնում, որևէ մեկը որպեսի պրոյեկտ տնես, որևէ մեկի պատվերը կատարես, պետք է պատվեր տան, չէ՞ քեզ։ Հիմա ով է այդ պատվերը տվել։ Համանենք դուք ինֆորմացիա չունեք, բայց լոգիկա ունեք։ Ձեր լոգիկան մի հատ աշխատացրեք։ Այդ պատվիրատուն ով է։ Ես հարցնում եմ, դուք 100%-ով գիտեք, որ Նիկոլ Փաշինյանն է առավելագույն ձայն ստանալու, որ այդ փոշիացած ձայներն իրան օգնելու։ Մի մասն ասում է, հա, մի մասն ասում է, չէ, Սամվել Կարապետյանն ավելի շատ է ստանում։ Մի մասն էլ ասում է, չգիտեմ, նա թե նա։ Բա որ չգիտես, նա թե նա։ Այդ փոշիացած ձայներից ինչ գիտես ով է օգտվելու։ Որ չգիտես այդ ձայները ում առավելություն բերելու։ Նիկոլ Փաշինյանին թե Սամվել Կարապետյանը, մանավանդ որ Սամվել Կարապետյանը մենակ չի։ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն անցան, կապ չունի ում շուրջ համաձայնության են գալու երեքով միասին։ Այսինքն նա ով դեմ է ռուսական ուժերի հաղթանակին, աբսուրդ է որ մտածի, որ այլընտրանքային ուժը խորհրդարան չմտնի։ Այն դեպքում, երբ որ այդ ուժը խորհրդարան մտնելով է, երկուսի խաղակարտերն էլ խառնելու։ Որովհետև երկուսն էլ հույս ունեն, որ ցածր մասնակցությամբ իրանք են այդ հաղթողը։ Բայց որևէ մեկը չի կարող որևէ մեկին պատվեր տալ, թե քո մասնակցությունը մեզ օգուտ է, որովհետև ես դες բացատրեցի, որ այդ մասնակցության որևէ ազդեցություն չի ունենում ընտրության արդյունքների վրա։ Բայց թվերը ներկայացրեցի։ Այդ մեկ, եւ երկրորդ ինքը ինչ գիտի, որ այդ ուժը մասնակցեց եւ բնականա որևէ մեկին չմիացավ, դա իրան օգուտ ոչ թե հակառակորդ կողմին։ Բայց պատվեր տվողը որտեղից դա գիտի։ Դուք հաստատ գիտեք, որ այս երեքն են մեծամասնություն ունենալու, թե Նիկոլ Փաշինյանը, լուրջ եք ասում։ Դե բերեք մի հատ գրեք ստորագրեք էլի, դրա տակ։ Մի հատ գրած եկեք էլի։ Ասեք մենք հաստատ գիտենք, որ իրանք էլ հաստատ գիտեն, որ իրանք մեծամասնություն են ունենալու, դրա համար պատվեր են տվել ձայն փոշիացնողներին։ Ավելի ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Ես ցավում եմ էլի, որ մարդիկ ովքեր քաղաքականությամբ հետաքրքրված են, այտենց շատ հեշտ մանիպուլյացիայի զոհ են դառնում։ Անից անհարմար եմ զգում։ Ասեմ, բայց այսքանում համարենք մեզ կոտորում ժողովուրդ ջան։ Այսինքն այդ լոգիկա աշխատացրեք էլ այ ժողովուրդ ջան։ Ո՞վ է պատվիրատուն։ Եթե այդ ձայնը իրան չի տրվելու։ Անցնի էլ չի տրվելու, դե եթե չանցնի էլ չի տրվելու, բարձր այ ո՞ց տրվի։ Ո՞վ է պատվեր տվողը։ Մանավանդ որ այդ ուժը երկուսին էլ հավասարապես քննադատում է։ Երկուսի սխալներն ու թերություններն էլ ասում է, այնպես չի որ անցնում է մեկի կողմ նրանք քննադատում, կամ ասում նրա կողմ նրանք քննադատում, ասում է երկուսը էլ սխալ եք։ Դու այս հարցերում, դու էլ այս հարցերում։ Եթե նույնիսկ ես ընտրությանը չմասնակցեի էլ, տարիներով ձեզ ներկայացել եմ սրա սխալներ, նրա սխալներ։ Ես չպետք է կողմնորոշեի, թե ում գնաք ցայն տակ։ Նույնիսկ եթե ես չմասնակցեի, ուղղակի որպես հրապարակային գործիչ, որի խոսքը ինչ որ մարդիկ հարգում են, կասեի ժողովուրդ ջան, ես չեմ մասնակցում, բայց խորհուրդ եմ տալի գնացեք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը ընտրեք, որովհետև իրանք իրական այլընտրանք են, որովհետև այդ մարդիկ ոչ նրան են միանալու, ոչ նրան։ Այո, խախտելու են, խառնելու են երկուսի խաղակարտերն էլ։ Այ դրա համար շատ ծանր են տանում դա, որովհետև իրանք ուրիշ հաշվարկներ ունեն։ Բայց ցանկացածին հարցրեք, քո պատկերացմամբ ում շահերից է բխում իրանք ստացած ձայները։ Եթե դու չգիտես մեծամասնություն ով է ունենում, այդ հարցին իրանք չեն կարող պատասխանել, որովհետև իրանք այդ պատասխանը չգիտեն։ Իրանք որ պատվերը տալիս են, հո իրանք չեն ասում, թե ինչի համար են այդ պատվերը տվել կամ ով է տվել։ Փողը տալիս են, ասում են համացանցում, գրի էլի։ Գրի որ սրա պատվերն են կատարում, տարածի։ Բայց դու նույնիսկ այդ պատվիրատուին հարցնես, ասես քո ուզածը ինչ է։ Դու ինչ ես ակնկալում, որ ինչ ալի։ Ենթադրենք քեզ հաջողվեց մեզ վնասել։ Արդյունքում դու գիտես ով է դրանից օգտվելու։ Դու գոնե գիտես ում պատվերն ես կատարում։ Կամ ինչու համար ես կատարում։ Բա մեղք չեք տենց առանց տեսակետ ապրում եք։ Դժվար չէ աշխարհում 21-րդ դարում։ Աշխարհի որ ծայրում բան կատարվի, ես ուզում եմ մենք դրա մեջ ներգրավված լինենք, որտեղ սա մեր մոլորակն է։ Մենք կղզիացած չենք։ Մենք ենք մեր սարերը տրամաբանությամբ չենք կարող ապրել այս փոխկապակցված աշխարհում։ Այս հարափոփող աշխարհում, որ մի օր ինֆորմացիային չհետևես, ժամանակից հետ ես ընկնում։ Դրա համար ժողովուրդ ջան, պատկերացնում եք որ հերիք չի մենք ծանր ձևով ուզում ենք մեզ համար ճանապարհ բացենք։ Մի բան է, զորքեր են պահում, որ ասեն ժողովուրդ, հանկարծ չհավատաք իրանց, որովհետև իրանք ինչ որ մեկի պատվերն են կատարում։ Ում։ Դե իրանք ինչին է պետք որ իրանք իմանան։ Իրանք կարևորը դա ասել։ Կարևորը չլինի այլընտրանք։ Կարևորը ժողովուրդը հիասթափված լինի։ Կարևորը ժողովուրդը չհավատա ու գնա ընտրության, որովհետև եթե ընտրության չգնա, իրանք կմտածեն թե ինչ կարող են անել։ Այո, ժողովուրդ ջան, ձեր գնալով դուք պետք է նախ ձեր ծրագիրն առաջ տանեք, ձեր երեխաների ապագայի ծրագիրը։ Եվ դրանից բացի ամենակարևորը, որ որևէ մեկը ընտրություններից առաջ չհամարի, որ ինքը արդեն հաղթել է։ Դրա համար
Եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, տարածեք մաքսիմալ ձևով ձեր մոտիկների միջոցով շատերն են ինձ գրում, որ ասում են, այո, բավական ակտիվ ձևով քայլեր անում ենք, տարածում ենք։ Անպայման նաև բաժանորդագրեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, նրա Facebook-յան էջին, որը բավական ակտիվ է, շատ ակտիվ նյութեր է տեղադրում։ Բացի դրանից է ձեր աջակցությունը ունեցեք թե կազմակերպական հարցերում, թե ֆինանսական հարցերում, սա շատ ծանր կռիվ է, շատ լուրջ կռիվ է, անհավասար մարտեր են, բայց մենք լի ենք վճռականությամբ մեր գիծը առաջ տանելու։ Մենք կոտրվող չենք, մենք հիասթափվող չենք եւ նույն ձևի ցանկանում ենք, որ դուք այդ այնց վարակված լինեք դրանով, որ կարողանաք հասկանալ, որ ձեզում տեղն են դնում, որ ասեն ամեն ինչ որոշված է։ Ո՞վ է այդ ամեն ինչի տեղը որոշել։ Այսինքն դուք գոյություն չունեք, դուք չկաք, դուք ձեզ տենց լավ եք զգում, որ դուք այս process-ի մեջ ոչ մեկն եք լավ եք զգում ձեզ, ով է այդ տենց որոշողը։